2026 թվականի բյուջետային լսումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում ասել է, որ 26 թվականին քաղաքացիները պետք է ընտրեն պատերազմի եւ խաղաղության միջև, ու այլ կերպ ասած նա շանտաժ է անում, շանտաժի ենթարկում քաղաքացիներին, ասելով, որ եթե ԿՊ-ն չվերարտադրի իր իշխանությունը, լինելու է պատերազմ։ Հիշում եք 18-ին ասում էր կամ ես կլինեմ վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, հիմա սրա երկրորդ սերիան է։ Իսկ ինչ են մտածում Ադրբեջանում սրա մասին։ Ադրբեջանում ԿՊ-ի պոտենցիալ վերարտադրումը ընկալվում է որպես պատմական շանս Հայաստանը արևմտյան Ադրբեջանի վերածելու։ Սրա մասին է վկայում այն, որ Ալիևը ասում է, որ իրենց քարտեզներով Սևան գոյություն չունի, գոյություն ունի Գյոյչա։ Ոչ մի քարտեզով իրենք մեզ չեն ճանաչում։ Ավելին, տեսեք, երբ որ իրենք ասում են, որ ադրբեջանցիները պետք է տեղափոխվեն Հայաստան, սա եւս վկայում է այն մասին, որ Հայաստանը որպես առանձին պետություն իրենք չեն ճանաչում։ Այս է իրական վտանգը, այլ ոչ թե այն, ինչի մասին խոսում է Փաշինյանը ազգային ժողովում, օրինակ, երբ որ ԿԳԲ-ի ուրվականի կամ ստվերի դեմ է պայքարում, եզրափակելով նշենք հետևյալը. 4-րդ հանրապետություն ասվածը դա Հայաստանը արևմտյան Ադրբեջանի վերածելու գեղեցիկ փաթեթավորումն է։